Բարի օրհնված օր բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սիրենք կյանքը և շնորհակալ լինենք Աստծուն ամեն բացվող լուսաբացի համար, այսպիսի գեղեցիկ տեսարանով էլ սկսում եմ մեր այսօրվա լովակը։ Բարի օր, բարի կեսօրն անց, սիրելի հետևորդներ ջան, ասում եմ բարի օր, բարի կեսօրն անց, որովհետև արդեն 5:30 է։ Հարսս աշխատանքից եկավ, կոֆե է դրել մեզ համար, դուք էլ ձեր կոֆեները դրեք, միացեք մեզ, միասին խմենք։ Գիտեմ, որ բոլորդ էլ սիրում եք տիկին Մարինեի հետ կոֆե խմել։ Հիմա կոֆեն խմենք, սիրելիներս, մի փոքր զրույցենք, ասեմ, որ այսօր երկինքը անպամած է, մի տեսակ արև չկա, պայծառ չի, և քամոտ թեթև ու մի փոքր էլ ցրտոտ։ Սիրելի հետևորդներ ջան, անչափ, անսահման շնորհակալ եմ անհատական բոլորիցդ ձեր լավ բարի գրառումների համար, ձեր հարգանքի համար, որ հարգում եք ինձ և իմ ընտանիքի անդամներին, օրհնվեք դուք, ապրեք առողջ և ուրախ։ Մեր ցանկապատի մոտը վարդ կար, հիշում եք, որ ասեցի ցուրտը տարել է։ Հիմա հարսը հանեց, նա մանիկը բերեց, այս վարդերի կողքն է դնում, որ ավելի գեղեցկացնենք, հլստեղ էլ կծածկենք։ Հա, բա, սաղ փաթաթվող վարդեր են։ Էդ որ տնգում ես, էդ էլա փաթաթվող։ Հա, այդ կարմիր վարդն է, հիշում եք, չէ, որ կողքը կանգնում էի, նկարվում էի, սիրելիներս։ Ընդ հետո զաբորը բացվելուց խանգարի։ Հա, լավ է։ Չէ, լավ, արմատները շատ խորը պետք չի։ Սեփական տունը ամեն օր գործ կա անելու, սիրելի հետևորդներ ջան։ Ուղիղ է, ուղիղ։ Նոր այդ։ Բարև ձեզ հետևորդներ։ Հլը ամպերը տեսեք, տեսնում եք, երկինքը սևացած է, մենակ անձրև չգա։ Վերջ, մի հատ էլ ջրի, վերջ սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, հարսս վարդը տնկեց, հիմա գնաց ներսից, հիշում եք մանուշակագույն ծաղիկը մանր, որ գարունը բացվելուն պես ծաղիկն էլ է ծաղկում և ինձ է հիացնում և ձեզ ամեն օր ձեզ ցույց էի տալիս այս ծաղիկի գեղեցկությունը։ Հիմա այստեղ է դնում, այս ծաղկանոցում է դնում, բայց հետո էլի նորից փոփոխություններ կկատարվի։ Ներսի ծաղկանոցն էլ պետք է։ Այստեղ մեքենա կանգնեց, խոսում են, խանգարեց խոսակցությունս, ոչինչ, կշարունակեմ։ Սիրելիներս, ներսի այդ փոքրիկ գեղեցիկ ծաղկանոցն էլ պետք է արդեն պատրաստեն, սիրելիներս, քանդվելու է այս ծաղիկները, որոշեցինք հիմա այստեղ դնենք, հետո կամաց կորոշենք, ավելի կդասավորենք։ Վարդերը որ մեծացան, սիրելիներս, սրանց երևի նեղություն կտան։ Այսինչ։ Այսպես սիրուն,
Շարում է։ Գարունը հենց բացվի այս ծաղիկներն էլ գարնան հետ մեզ զարթոնք կտան։ Հանել եմ, ինի խոտ չեմ, իրացա, Են մի հատը ոչ լավ։ նոր ինձ կարաս, Այսօր տղաս հեռակայում է, սիրելիները շատ հոգնած է։ Աշխատանքից եկել է, հոգնած, հիմա էլ հանգստանում է։ Հա։ Առաջ օրը դուրս է եկել, քանի օր է դուրս չէր գալի աշխատանքի հողամասի գործերի պատճառով։ Այսօր դուրս է եկել, արդեն վաղվանից խիստ ռեժիմով պիտի աշխատի, մատերիալ բան է գնացել առել, որ վաղվանից արդեն լիարժեք աշխատանքի զբաղվի։ Առավոտ ժամը 5-ին գնում է, երեկոյան 7-ից հետո նոր գալիս է։ Ամուսնուս հետ միասին։ Դժվար է, չէ՞, այդ արմատները պոկվում, թե չէ։ այս գարունը պատկերացնում շքուսին, Հա, սիրուն կլինի, իհարկե։ կայնիս, Հիմա դել չի ծաղկելու, որպես կանանչ կմնա, գարնան այս ձունը հալվում է, ծաղիկներն է ծաղկում են։ Այն մի ծաղկանոցն էլ, սիրելի հետևորդներ ջան, որոշել եմ, աշնանը որդիս տեսնեմ, եթե ժամանակ ունեցավ փորի, ամբողջը անելու եմ թուրքական մեխակ եւ շատ խիտ։ Թուրքական մեխակը, սիրելիներս, ամեն տարի, մի տարի հենց առաջի տարին չի ծաղկում, երկրորդ տարին ծաղկելուց հետո անընդհատ թափվում է, սերմը նորն է դուրս գալիս։ Համ գեղեցիկ է մնում, համ էլ ամեն տարի չես թարմացնում եւ ուրիշ ծաղիկ չես տնկում, ավելի լավ է միանգամից մնագալետնի տնկենք, համ գեղեցիկ կլինի։ Ես այս ծառերն էլ սիրուն մկրատ է հարկավոր, որ ձևավորեն։ Ջուր չես լցրել փոսերի մեջ։ չէ, հələ շարեմ տնամ հերիքում ասա, Հա, հա։ Ջրեց, սիրուն։ Վաղը արդեն կաշխատեն, որ ջրում ես պարկում է բույսը, չէ։ Հիմա պարկած վիճակն է։ Այստեղ է փորում են այդ մասի խոտերը հանում է, թխրացնում է հողը։ Սիրելի հետևորդներ ջան, հենց նոր գնաց խանութ, տեսա մեքսեն, գնաց վերցեց եկավ։ Հա, Ինձ ասում էր նույն պանտամ դե մի անգամ Վիքսին տեսավ, հա։ եւ նոր տեսավ ու ինքը խանութ գնաց եկավ։ նորից շուտ, էլ էր, Սիրելիներս, մի քանի ամիս առաջ մի հատ ուզբեկ խելացի տղա գործով մեր տուն էր եկել ու ես իրեն հյուրասիրեցի լեչո, ասի տարեք ձվով կսարքեք ուտեք։ Որդուց հանդիպել է մեր դիքսիում, հետո մի երկու օր առաջ, այսօր էլ հյուրասիրություն բերեց ինձ, աշխատում է շուջուխի ցեխում, քաղցր շարոցներ են անում, հայ է դիրեկտորը, ինձ էլ լավ ճանաչում է։ Նստած եմ ու սենց աշխատում են հողի հետ, բերեց, տվեց, շնորհակալություն հայտնեց, ես էլ նորից մուրաբա տվեցի, տանձի մեկ էլ ինչի էր, ելակի էր, հա, հոնի մուրաբա, ասի տարեք չայ խմեք, դե եկել են ընտանիքով չեն, ջահել երեխեք են, թող անեն խմեն, անուշ անեն, այ բարությունը այդտեղ է, սիրելիներս, այդ երկու բանկայով ոչինչ չի փոխվի, բայց գիտեմ, որ չայը կխմեն եւ ինձ կօրհնեն, ընտանիքս կօրհնեն, սիրելիներս, միշտ բարություն անենք, բոլորին բարին ցանկանանք, վերջ, հիմա վերջացրեցին, հողը լցրեցին, վերջացրեցին, այսօրվա համար, սիրելիներս, այս ծաղկանոցը այսքանն էր, հիմա գնանք մի հատ էլ այն ծաղիկները նորից նկարենք ու անցնենք ներս, այգի։ Դրսի ծաղկանոցը վերջացրեց հարցս, եկել է լոբիներն է քախանում, ուղղակի այդ անձրևներից շատ վատ վիճակում է, բայց փոխվի, հեսա բժարենք, էլ չենք ջրելու, թող լավ մնա, կանանչ դառնա, կապտի, մեր մեծերի ասածը նոր, արդեն կջրենք։
Կասցնեք, լավ շապատուրը կասցնեք։ Չէ, էլ շատ բարձր է չի, թելի էլ չի, ավելի լավ է որ ազատ օր ունենա շաբաթ կիրակի, կապի էլի։ Այս էս լավ լից, որտեվ արդեն որ չենք բժարել անձրևների պատճառով բոյովացել են։ Այստեղ է կարտոշկան է, տեսեք։ Այ հենե, ծլել է կարտոշկան, դուրս են գալիս, խոտն էլ հետն է դուրս գալիս, այն մասը, որ նայում եմ, հավեսս գալիս է, հավեսին մաքրվեց, տեղը տեղին։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, գործից եկել է միայն կոֆե խմեցինք, տեսակ միասին, հաց էլ չի կերել, մտել է հողամաս, այդքան սիրում է, հողամաս, հողի գործեր, մեկ ասում է դու տունը արա, ես էլ հողը սիրում է, ես էլ տան գործերը, Մարին կասել է արդեն օգնում, հարթուկ է արել երեկ ահակին, դասավորել է, տներն է մաքրել, հա, այսօր հիմա էլ կոֆե է բերել, մեզ համար, ահա Մարինկաս, լողացել սպիտակ պիժամայով, ահա Մարինես է, բայց կմրսեց, մի հատ ժակետ կցի, խոնավ է եղանակը, ես մրսամ հական, ինչ ես ուզում, բասեն, Ստիք բայց շատ մեծ չի։ 5 տոնանոց։ 5 տոնանոցը ժողովուրդ ջան փոքր է, հա, ասում է փոքր, մեծ չի։ 3 հոգու համար մամ։ 3 մետր, այս գոյն էլ 72։ Բասենը որտեղ ես դնել, ընդ է, մեջտեղը։ Խաղողի մոտ կարելի է դնել պակաս։ Չէ, խաղողի մոտ այդքան չէ, ազի ջան։ Դե կդնենք որ ամբողջ ուր Հա։ արել։ Մի հատ շեզլոնգ կառնենք, կպարկես ցագա։ Կանֆետ բերեցի։ Գնա մի հատ աթոռ բեր, դիրստեղ, որ մաման էլ նստի, համել այդ դուրը պետքարանի փակի։ Վահ մաման զակաս կտավաս։ Սենա պապան ասում որ առանց պապայի ո՞նց է կախան։ Այդ իմ ցանկությունն է, բայց պապան դրանք չասում։ Եկավ Մարինես։ Մի հատ բան ժակետ հագի Մարինե։ Տեսար գցած։ Պամիդորները։ Գցած քանի հատ կառնեն։ Այսօր մեր հետևորդներին էլ ցույց տամ։ Մարինե ջան, այն կլոր աթոռը բեր։ Ասեմ մի հատ բասեն փոքր։ Անչի։ Հիմա կոֆեն բեր աթոռի հետ։ 4 տոնանոց։ Տեսնենք ոնց կլինի։ Հենո։ Երեխեք համարը կլողանա։ Մարինես լողի էր գնում, սիրելի հետևորդներ ջան, ավելի ճիշտ գարուշս էլ Մարինես էլ գնում էին լողի, տարուցավել գնացին, ուղակի արդեն որ դասերը չէր համընկնում լողի դասերի հետ, առավոտյան էր, դրա համար դուրս եկան։ Մարինես եբ պետք է պարես մեր հետևորդների, յուտուբյան հետևորդների համար, սիրուն պարելու է։ Կոֆեն բեր։ Ահա։ Սեք ինչ հավեսին, համ մաքրում է խոտերը, համ էլ քախանում է։ Մարինես թարմը աղացած, անուշ բույրով կոֆեն դրեց, բերեց սիրելիներս։ Երկրորդ անգամ ենք խմում, եթե ցանկություն ունեք, դուք էլ դրեք մեզ հետ, միացեք, միասին խմենք։ Այս հող այգում նստած այնքան անուշ է խմվում, անուշ կոֆեն, որ էլ ասելու չի։ Դե բեր Մարինե ջան, բեր խմենք։ Հանգստանում ենք սիրելիներս, հարսել նստի, համ կոֆեն խմի, համ էլ հանգստանա մի քիչ, նոր կշարունակի արդեն։ Իրոք խաղաղություն է։ Այսօր թռչունները չեն ծլվլում։ Իրանց հա ծլվլոցը չենք լսում։
հաճույքով դրսում խմվում է։ Արդեն հունիսի 2-ն է, 3 երեխաների տոններ սիրով շնորհավորում եմ բոլոր երեխաների տոնը։ Առողջ լինեն, ապրեն խաղաղ երկնքի տակ։ Սիրելիներս, թող մանկությունը իրենց անցնի ուրախ, անհոգ։ Միշտ լինեն երջանիկ, ուրախ իրենց ծնողների հետ միասին։ Շատ խոտ կա, պետք է անպայման խոտը ձեռով մաքրի, սոխի մեջ երևի դանակով մաքրի։ Մեկ քիչ մեծանա որ տարբերվի, դա շատ դժվար։ Հա, բա, մի քիչ մեծանա, որ խոտն ու կանանչին տարբեր, որը կերևա կհանի, որն էլ կմեծանա նոր։ Այսօր Նազելիս հետ եմ խոսում, ասում է տիկին Մարինե, ինչ լավ մշակում եք, հողը փխուր, ապրեն հարստ ու որդիդ, որ այդքան լավ մշակում են։ Այո, Նազելիս ջան, իրենք են մշակում, ինձ էլ չեն թողնում։ Ես էլ կողքից ուրախանում եմ, որ մշակում են, հողի լեզուն հասկանում են, գիտեն տնկել, ցանել, մշակել և քախանել։ Հարցնում են մեր հետևորդները, Մանիկ ջան, թե դու որտեղ ես աշխատում։ Ավելի լավ է կոնկրետ դու բացատրես, իմանան։ Աշխատում ես մեր մոտ, մեր գյուղում, Զավոդում երեխեքի համար սուխոյ զավտրակներ ենք պատրաստում։ Տենց շարիկներ, պադուշկա, կաթ են լցնում վրան առավոտներն ուտում են։ խլոպուշկաներ։ Ես տեղի պահեստապետն եմ։ Ապրանք եմ ընդունում, ապրանք եմ բաց թողում զավոդ, որ մարդիկ պատրաստեն ամեն ինչը։ Ցեխ, իրանց Հա, ցեխը։ ցեխ ենք բաց թողում։ Առանց իրան չեն կարող աշխատեն։ Առանցից չեն կարող ոչ մի բան վերցնել։ Առանցից չեն կարող աշխատել։ Ֆիլիալն է այստեղ, բայց ասա, որ քանի տարվա պատմություն ունի զավոդը։ 20-ից 23 տարի, 2003 թվականից աշխատում։ 23 տարի։ Շատ հաշվարկների մեջ է հարցը, սիրելիներս, թվերի հետ։ Օրը ալնում շատ դժվար է անցկացնում այդ հաշվարկները, հոգնած, դե հաշվարկը գիտեք ուղղակի։ 30 ահավոր օր է։ Հա, դե կոֆետ խմի, լավ։ Տեսնենք որտեղ ենք հանդիպում, սիրելիներս։ Էլ Մարին կաթել է։ Մեխակներն եմ ցույց տալի, տեսեք։ Ծառի շուրջ բոլորը մեխակ է տնկել հարսս, շուտով կծաղկեն։ Այս էլ են կուզենին է, թեքվել է, որդիս կապում է։ Այս շլորի տակն էլ է տնկել, գեղեցիկ, մարգարիտկաներ։ Ստեղ էլ է տնկել են կուզենու տակ։ Ցինյաները տեսեք ինչ լավ մեծացել են։ Սրանք էլ վաղը միսօր կքախանի։ Եթե շատ խիտ լինի, խիտ է։ Կհանենք, կտեղափոխենք։ Կարլիկ տանձի տակն էլ է մարգարիտ կաներ։ Այստեղ էլ։ Ահա։ Ես գնամ ընթրիքը պատրաստեմ, մինչև հարսս կգա։ Սիրելիներս, այգուց ներս եմ եկել, արդեն նախապես լվացել եմ, մաքրել եմ կարտոֆիլ և սոխ։ Սինի մեջ դնում եմ խոհանոցային անձեռնոցիկ, որպեսզի կտրտեմ կարտոֆիլը մաքրած։ Հիմա մաքրած կարտոֆիլը ձողիկան նման կտրատում եմ։ Շատ բարակ չեմ կտրում, որպեսզի ճարպաջեռոցի մեջ չչորանա։ Կարտոֆիլի վրա սոխի կլեպ է, վերցնեմ նոր կտրատեմ կարտոֆիլը։
Կարտոֆիլը կտրատեցի, վերջացրեցի։ Հիմա չորացնում եմ խոհանոցային անձեռնոցիկով։ Պետք է լավ չորացնեմ, չոր լինի, նոր արդեն կհամեմեմ համեմունքներով։ Կարտոֆիլը լավ չորացնելուց հետո հիմա պետք է համեմեմ։ Համեմելու եմ միայն աղով և կարմիր պղպեղով։ Սև պղպեղ չեմ լցնում, որովհետև շատ կծու է և չեն սիրում սև պղպեղով, որ պատրաստում եմ։ Հիմա լավ կխառնեմ, որպեսզի լավ կարտոֆիլը համեմվի աղով և կարմիր պղպեղով։ Համեմված կարտոֆիլին ավելացնում եմ նաև մի ճաշի գդալի չափով բուսայուղ, ոչ ավել, և կարտոֆիլները լցնում եմ ճարպաջեռոցի դարակի մեջ։ Շատ չեմ լցնում դարակի մեջ, որ լավ կարմրի։ Իսկ երկրորդ դարակի մեջ կդնեմ սոխը և կլցնեմ մնացած կարտոֆիլը։ Մեկ ամբողջական սոխը կիսում եմ երկու մասի։ Սոխը լավ լվացել եմ, վերևի կեղևը մաքրել եմ, սիրելիներս, մի բարակ կեղև եմ թողել։ 2 կես անելուց հետո նոր կհամեմեմ աղով և կարմիր պղպեղով, մի փոքր էլ բուսայուղ կավելացնեմ։ Հիմա համեմունքները բուսայուղ ավելացնելուց հետո 2 կտորները իրար եմ քսում, որ ձեթով պատվի և համեմվի հավասարաչափ։ Ձեռնոցս հանեմ և այստեղ ունեմ կոտլետներ։ Հիմա բացեմ, որ այս կոտլետներն էլ դնեմ ճարպաջեռոցի դարակի մեջ։ Սիրելիներս, կոտլետները շաղաղված են պաքսիմատով։ Հիմա հերթով շարում եմ, ընդամենը 4 հատ է։ Շարում եմ նաև սոխը։ Շարելուց հետո կոտլետները և սոխը դնեմ դարակը ճարպաջեռոցի մեջ և միացնեմ ճարպաջեռոցը, սիրելի հետևորդներ ջան։ Կարմրելու կարտոֆիլը, կոտլետը և սոխը։
Սոխ շատ եմ սիրում եփած։ Հիմա միացնեմ 40-ի տակ դնենք։ Սա էլ երկրորդը եւ սեղմենք 200 աստիճանի տակ։ Թող եփի, կհանդիպենք։ Համայրա պատրաստ է, սիրելի հետևորդներ ջան, կոտլետները ոնց որ կարմրել են կհանեմ, կարտոֆիլը կտեսնեմ։ Տեսնում եք, կոտլետները պատրաստ են, բայց սոխը դեռ պետք է եփվի։ Հիմա մի րոպե է մնում անջատվի, նոր հանեմ կարտոֆիլը։ Умятся вверху автоматически. Наверное. Այստեղ դեռ պատրաստ չի, կխառնեմ կարտոֆիլը մի հատ, թող հանեմ, տակնու վրա անեմ, սա էլ մի 2 րոպեից պատրաստ կլինի։ Շատ լավ ստացվում է, ընտիր։ Հիմա մի քիչ էլ կարմրի հանեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ճարպա ջեռոցի մեջ շատ ընտիր, կարմիր, համեղ, համու հոտով ստացվեց թե կարտոֆիլը, թե կոտլետները եւ թե սոխը։ Սիրելիներս, այսօրվա համար այսքանը։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի հաճելի դիտում։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ այդքան դրական եք եւ դիտում եք։ Եղեք առողջ եւ օրհնված։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն եւ իր ընտանիքը։ Ովքեր չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, լայքեք եւ տարածեք։ Տեսություն, մինչ նոր հանդիպում։